Բարեկամներ, մենք վերադառնում ենք խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ այսօրվա վերջին հանդիպումն է։ Սա ընկերական խաղի շրջանակում մրցում են Ռեալ Մադրիդը եւ Դինամոն, թիմեր, որոնք Չեմպիոնների լիգայում եւս կային։ Եվ թիմերը, ովքեր փլեյոֆ անցել էին, Դինամոն 1-8-ից դուրս մնաց պայքարից, իսկ Ռեալ Մադրիդը քառորդ եզրափակիչից հետո դուրս մնաց պայքարից, զիջելով Ատլետիկոյին իր ճանապարհը, թեպետ շատ մոտ էր իրականում առաջ գնալուն, մոտ էր կիսաեզրափակիչում լինելուն, բայց չստացվեց։ Հաչ եզրում է գնդակը արված եւ Թումասյանն այստեղ տիրեց գնդակին դարպասապա։ Գալիս է գնդակը Եղոյանին, տեսնենք ինչպես կստացվի այս փորձը, շարժում է առաջ։ Եղոյանը արդեն պաշտպանության կենտրոնում է եւ անդրադարձ եզրային նետում կլինի։ Գալիս է գնդակը դեպի Թմոյանը, վերջինս ձախ եզր փոխանցում կատարեց, բայց ամեն դեպքում ուժեղ էր այս փոխանցումը, հարված դարպասից է լինելու։ Թոմասյանը գլորում է գնդակը ձախ եզր, Եղոյան փորձում է դուրս գալ պաշտպանությունից Դինամոն, բայց Ռեալի պրեսինգը հաջող էր, Սիմոնյանը աջ եզր է փոխանցում եւ դեպի կենտրոն Արտաշես Թովմասյանն է արդեն այստեղ առաջ ուղարկեց գնդակը, հաջող փոխանցում էր եւս մեկը տեսանք, գնդակը Սիմոնյանի մոտ է, հեռու տարածությունից օրվոց եւ գեղեցիկ սեյվ ենք տեսնում Թովմասյանից, ով ձգվում է այստեղ եւ հեռացնում գնդակը։ Իսկապես վտանգավոր պասա կարելի է համարել։ Ու տեսնենք ինչպես է ստացվելու այս փորձը, կա մրցավարի Սուլիչը ձախ եզրից հետևեց փոխանցում, Եղոյանն է պահում այստեղ գնդակի իր մոտ Դինամոյի ֆուտբոլիստ եւ շարժում է առաջ, խախտում այստեղ կար արձանագրում է մրցավարը։ Եղոյան այստեղ կփակի մրցակցի ճանապարհը, եզրային նետում է լինելու։ Հետևեց փոխանցում դեպի Ֆանգը եւ թույլ է տալիս մրցավարը շարունակել, Հովանյանն է գնդակով, Դինամոյի ավակը, բայց հաջող խլում ենք տեսնում Սիմոնյանից եւ դեպի աջ եզր փոխանցում է։ Տվենք այս գրոյի զարգացմանը, որը ձեռնարկել է Ռեալը, Թմոյան, պատասխան փոխանցումն էլ աջ եզր ուղարկեց եւ Սիմոնյանն է գնդակ հեռացնում, եզրային նետում կլինի։ Աջ եզրում է գնդակը, Սիմոնյանը փորձեց տիրել գնդակին այստեղ, եզրային նետում կլինի։ Հետևեց նետում առաջ, այստեղ Եղոյանն է հեռացնում գնդակը, Պողոսյան։ Ֆոանյանը փորձում է գնդակ կլել, Սիմոնյանն ամեն դեպքում փոքրինչ հեռու ուղարկեց եւ հաղթում արձանագրեց մրցավար, իսկ Դինամոն արագ չխաղարկեց գնդակն ամեն դեպքում։ Դեֆանք, պահել է գնդակը, Դեֆանկն իր մոտ, հարվածի փորձ այստեղ Սիմոնյան, պահել է գնդակը Սիմոնյանն իր մոտ, պրեսինգ կա, Հովանյանը եկավ պրեսինգի, անդրադարձ այստեղ, համար պայքար, իսկապես դաշտի բոլոր հատվածներում ընթանում գնդակի համար, Թմոյան փոխանցում, Սիմոնյանը փակում է, բայց ձեռք է
Ձերքով է փակում ըստ մրցավարի Սիմոնյան այս փոխանցման ճանապարհը եւ Տուգանային նշանակվեց հեռու տարածությունից ճիշտ այստեղից խաղարկում միանգամից հետևեց դեպի Աչիեզեր, բայց փոքր ինչ ուժեղ էր այս փոխանցումը։ Եղոյանն է, բայել գնդակն այստեղ, փոխանցում դեպի Աչիեզեր, դեֆանք, ուղարկում է գնդակն առաջ դեպի Հակոբյանը, Սիմոնյանն է արդեն այստեղ, ձախ եզրում է, մնացել է գնդակով, տեսնենք ինչ է որոշելու, Սիմոնյանն այս դրվագում, եզրային նետում կլինի։ Պողոսյան թողեց գնդակը Սիմոնյանին, դեպի նորից Սիմոնյանը ձախ եզր, վերջինս կփորձի առաջ շարժվել, եզրային նետում է լինելու։ Խաղարկեց գնդակը, Ռեալը Պողոսյանն է ձախ եզրում, թողեց Սիմոնյանի գրոյի շարունակությունը եւ հասկանալի է խիտ էր անկյունն այնտեղ հնարավոր չէր այլ բան անել, Սիմոնյանը այսպես գնդակը պարզապես հանեց այդ հատվածից, եզրային նետումը Դինամոյինն է, Սարգսյան, թողեց գնդակը խաղանկերոջ եւ դեպի ձախ եզր փոխանցում դեֆանգն է այստեղ, եզրային նետում է լինելու, խաղարկում է արդեն Դինամոն, տեսնենք ինչպես կստացվի այս փորձը, Թովմասյանն է գնացել պրեսինգի դեֆանք, հետևեց փոխանցում Հակոբյանը, ամեն դեպքում հասցրեց փոխանցել Օհանյան, եւս մեկ փոխանցում ենք տեսնում, անկյունային կլինի, շատ լավ պայքարեց այնտեղ Հակոբյանը, դա պետք է նշել ընկած դիրքից, գրեթե անհավանական այն առումով, որ սպասելիքները քիչ էին այստեղ, որ Դինամոն այսպիսի կերպ կարող է ավարտել գրոհը եւ եթե անսպասելի էր դա, ապա առավել անսպասելի էր, որ այստեղ անկյունային նույնիսկ կվաստակեն։ Կա մրցավարի սուրիչը, օդային փոխանցում ենք տեսնում, հեռացվեց գնդակը, եզրից կնետեն Դինամոյի ֆուտբոլիստները։ Հակոբյանը ներողություն դականի, ուղարկեց գնդակը։ Ձախ եզր, Թովմասյանը գնացել է պրեսինգի, փորձում է մրցակցից գնդակ խլել, Եղոյան ու դեպի կենտրոն, Սիմոնյանն այստեղ ընդունել է գնդակ, ուղարկում է Աչիեզր, Սարգսյան, դեպի կենտրոն, Դենին է այստեղ գնդակով պայել է, գնդակն իր մոտ հայտացուցակը չունեմ Դինամոյի այս պային և գրեթե բոլորին գիտեմ, բայց Դենին առաջին անգամ եթե չեմ սխալվում խաղում, այդպես կանչեցին իրենց խաղանկերոջը Դինամոյի ֆուտբոլիստները եւ եկեք Դենի ասենք, ամեն դեպքում ճիշտ է ինձ համար ընդունելի չէ, ամեն դեպքում ազգանունով պետք է նշել յուրաքանչյուրին, բայց այսօր մի փոքր կարելի է այդ ավանդույթը խախտել դեֆանգից փոխանցում եւ դուրս է գալիս գնդակը դաշտի եզրային սահմաններից ու նետելու է Ռեալ Մադրիդը։ Ակտիվության րոպե եւ րոպեներ նույնիսկ ապրեց Դինամոն։ Սիմոնյանն է ձախ եզրում, այստեղ Սիմոնյանը շփոթեց, թիկունքից էր սուլիչի ձայն լսել և սանկերական խաղ ամեն դեպքում մրցավարը կարող էր նաև գնդակը տալ Դինամոյին, այսպես ասեմ, բայց ամեն դեպքում ընկերական խաղ է, դա հասկանալի է, եզրային նետում կլինի, Ռեալի ֆուտբոլիստները գնդակը խաղի մեջ կմտցնեն։ Հետևեց փոխանցում դեպի Աչիեզր, պայել է գնդակը Ռեալը ամեն դեպքում նորից եզրային նետում կլինի Թմոյան, պայեց գնդակը Թմոյանն իր մոտ և դեֆանգն է այստեղ խլում կատարում Եղոյանից դեպի ձախ եզր փոխանցում հետևեց և խաղթում այստեղ Թովմասյանի հետ պայքարում Սիմոնյանն է պատրաստում խաղարկել գնդակը, կա մրցավարի սուլիչը, տեսնենք ինչպես են կստացվի,
Հետևեց օթային փոխանցում, ամեն դեպքում բարձր է ստացվում, արված դարպասից կլինի։ Թումասյանը գնդակը խաղի մեջ կմտցնի Դինամոյի դարպասապա։ Այսօր Ռեալի կազմը մի փոքր տարբերվում է, նոր ֆուտբոլիստներ կան։ Եթե համեմատենք օրինակ Չեմպիոնների լիգայի վերջին խաղի հետ։ Թումասյան փոխանցում դեպի Աչիեզեր, բայց միգուցե հաջորդ մրցաշրջանից միանան այս ֆուտբոլիստները Ռեալին եւ ավելի ուժեղացնեն թիմը, դեֆանք դեպի Սարգսյանը։ Ֆանցավ այս փոխանցում, Հովանյանը ամեն դեպքում պահում է գնդակ իր մոտ Դինամոյի ավագը, Աչիեզեր փոխանցում եւ Պողոսյանից անդրադարձ այստեղ Հովանյանն է առաջ տանում գնդակը, Դինամոյի ավագը, Թովմասյանն այստեղ հեռացրեց։ Եզրային նետում կլինի, այսօր իհարկե Սմութի բացակայության մասին կարող ենք խոսել, շատ կարևոր ֆուտբոլիստ Դինամոյի համար, բայց անկերական խաղը իհարկե մի փոքր այլ է իրականությունը եւ Դեֆանգը պայքար առաջարկեց Սիմոնյանին այստեղ, ֆիզիկական պայքար գնաց եւ գնդակը մնում է Ռեալի մոտ ամեն դեպքում դեպի ձախ եզր փոխանցում ու նորից Սիմոնյանը գնդակով է, ամենաշատն է գնդակով Ռեալի կազում Սիմոնյանը այս խաղակեսի եւ այս անցած ժամանակահատվածում եղել Թմոյան Աչիեզրում է փոխանցում դեպի արդեն կիսաեզր պայել է գնդակը Ռեալը մանր խաղարկումներ ենք տեսնում եւ գնդակի կորուստ եղավ Դեֆանգ դեպի ձախ եզր շատ լավ փոխանցում կատարեց Դեֆանգը բայց պայել գնդակը ամեն դեպքում չի հաջողվում եւ եզրից Ռեալը կնետի Փոխանցում է դեպի Թովմասյան Աչիեզր Վերջինս թողնում է գնդակը դարպասապա Գալստյանին օթային փոխանցում առաջ դեպի Դինամոյի պաշտպանություն եւ Սիմոնյանը այստեղ Աչիեզրում ճանապարհում է գնդակը ամեն դեպքում դաշտի սահմաններից դուրս Եզրային նետում փոխանցում առաջ Դեֆանգը Աչիեզրում տիրել է գնդակին ու անկյունագծով առաջ ուղարկեց ամեն դեպքում Պողոսյանը փակում է այս փոխանցման ճանապարհը բարեկամներ ես նշեմ որ այսօր մեզ մոտ արդեն առաջին այսպես չեմպիոնն ունեցանք այս մրցաշրջանում Օլիմպիկ Լիոնը հաղթեց եզրափակիչում Սանդերլենդին 2-0 հաշվով փոքր գավաթի եւ դարձավ չեմպիոն շատ քիչ խաղեր Լիոնը իրականում անցկացրեց եւ չեմպիոն դարձավ Պեսվեյդեմ տեխնիկական պարտությամբ առաջ շարժվեցին կիսաեզրափակիչում Լիվերպուլին շրջանցեցին եւ եզրափակիչում արդեն Սանդերլենդին կարողացան հաղթել Թմոյանն է գնդակով թողեց Սիմոնյանին գրոյի շարունակությունը մեկ հարված է շատ վտանգավոր հետևել Դինամոյի դարպասին դա այն դրվագն էր որտեղ Թումասյանը ձգվեց եւ հեռացրեց գնդակը եւ առայժմ պայեր չկան Դեֆանգ փոխանցում դեպի Սարգսյանն Աչիեզր Վերջինս պահել է գնդակը, Դեֆանգ լավ թողեց այստեղ Հակոբյանը, ամեն դեպքում պահում է գնդակը, ուղարկում Օհանյանին եւ հարված այստեղ, բայց շեղ ստացվեց այս փորձը։ Կարող է նաեւ Հակոբյանը հարվածել, ֆուտբոլիստով հրաշալի հարվածներ ունի, բայց այստեղ որոշեց ամեն դեպքում հաշվի առնել ավագի գործոնը ձախ եզրում եւ գլորեց գնդակը Օհանյանի ուղղությամբ։ Այնպես չէ որ սխալ որոշում էր եւ հարվածը ճիշտ որոշում կլիներ եւ փոխանցումը մեծ հաշվով միանգամից հարված հետևեց Օհանյանի կողմից Այդտեղ արդեն հասունացել էր հարվածի պահը եւ Հակոբյանը որոշեց թողնել գնդակը ամեն դեպքում խաղանկերոջը Ֆոանյանն է այստեղ տիրում գնդակին Դեֆանգից ստացավ պատասխան փոխանցումը եւ խաղի կանոնների խախտում դաշտի միջին գոտում Ֆոանյանի հետ պայքարում եղավ Եվյանից փոխանցում դեպի Օհանյանը, բայց գնդակ է խլում Սիմոնյանն այստեղ եւ ուղարկում դեպի Աչիեզր, ամեն դեպքում Եվոյանը տիրեց գնդակին այս դրվագում Թմոյան լավ է փակում այս փոխանցման ճանապարհը եւ հրաշալի գոլային հնարավորություն է ստեղծվել Ռեալի համար, բայց նույնիսկ հարվածով չի ավարտվում այս դրվագը այնտեղ ձախ եզր փոխանցումից հետո սրել էր պետք իրավիճակը, ինչը մենք չտեսանք եւ շատ լավ հնարավորություն է իսկապես Ռեալը բաց թողնում իր ձեռքից Գոնե հարվածով պետք է իհարկե այդ դրվագն ավարտվեր, բայց նույնիսկ այդ հարվածն էլ չտեսանք, այո Դինամոյի պաշտպանությունը լավն էր, բայց այստեղ ավելի շատ ակնկալիքները արձակվող կողմից էր, քանի որ 3-1-ի դիմաց որքան էլ ցանկանաս լավ պաշտպանվել շանսերը արձակվող թիմինն են իհարկե։
Այն էլ այդպիսի դրվագում, երբ գնդակը կենտրոնում է, այսինքն ավելի հեշտ է աչքան ձախ ուղարկել գնդակը։ Եզրային նետում կլինի։ Եղոյան, պաշտպանության խորքում է Եղոյանը և հետևեց փոխանցում, ամեն դեպքում գնդակը մնալու է Դինամոյի մոտ, Դեֆանգն է նահանջել, Պողոսյան տիրեց գնդակին, Սիմոնյանից անդրադարձ այստեղ, Եղոյանը ձախ եզրում, ճանապարհեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Աչ եզրում է։ Գնդակը հաջող անցում Վեգայից այստեղ Տուգանային հրապարակում էր և մրցավարը պահանջում է կանգնել, այստեղ հաղթում չտեսավ և Թովմասյանն է հաջող անցում կատարում, վաղուց այս արագացումները Թովմասյանի չենք տեսել, ժամանակին շատ հաջող այսպիսի անցումներ կատարում էր Թովմասյանը, վերցնում էր գնդակը և եզրով շատ լավ արագանում, որպես լավ օրինակ, այսպես Կամո Հովհաննիսյանի օրինակ է կարող եմ բերել, մոտավոր այդպիսի ոճով սիրում է եզրերով և ունի այդ արագությունը բնականաբար։ Բայց գնդակը Ռեալը հետո ամեն դեպքում կորցրեց Վեգան էր այստեղ փորձեց տիրել գնդակին եզրային նետում կլինի։ Կա մրցավարի սուլիչը խաղարկեց գնդակը Դինամոն, Մկրտչյանը հետ փոխանցում է կատարում դեպի Եղոյանը պաշտպանության կենտրոն և այստեղից փափուկ փոխանցում առաջ խլեց գնդակը Ռեալը մրցակցից, Սիմոնյանն է արվածում հեռվից անդրադարձ և եկավ գնդակ Օհանյանին, բայց վերադարձնում է Սիմոնյանը գնդակն այստեղ Թովմասյան պաշտպանության կենտրոնում է, Սիմոնյանը ստանում է պատասխան փոխանցումը և աչ եզր ուղարկում գնդակը և այստեղից փոխանցում Թովմասյանը հեռացրեց գնդակը եզրային նետում կլինի օգուտ Ռեալ Մադրիդի։ Խաղարկել է գնդակը Ռեալը կփորձեն գնալ առաջ Թովմասյան մեկապում էր դեպի Թմոյանը և հետ փոխանցում Գալստյանին ամենաճիշտ որոշումն այստեղ հաշվի առնելով գնդակ կորցնելու հավանականությունը Ռեալի մոտ անդրադարձ այստեղ Դեֆանկ տիրել է գնդակին և աչ եզրը շարժում ուղարկեց առաջ գնդակ Օհանյանն է շտապում, բայց Գալստյանը դարպասապով սիրում է իր տեղից դուրս գալ, ունի այդպիսի բնավորություն Գալստյանը և հաճախ է հաջողել, այստեղ հաջողեց իհարկե ճիշտ էր տեղից դուրս գալը, քանի որ Օհանյանը կստանար գնդակը, միանշանակ այդ արագությունը, բավարար արագությունը զարգացրել էր։ Եզրից նետում է Դինամոն և կփորձեն գնալ առաջ Մուրադյանն է աչ եզրում, Պողոսյան թույլ չտվեց, շատ լավ պայքարեց պաշտպանն այստեղ։ Հեռացված է գնդակը, հետաքրքիր պայքար է, համարժեք այսպես թիմեր են, ուժերի առումով, բնականաբար Ռեալը քառորդ եզրափակիչներ նույնիսկ շրջանցում հավատացեք, ես օրինակ այդ կարծիքին եմ, որ առաջին գոլը եթե այդպես չլիներ, Ռեալը հնարավոր է պահպաներ իր շանսերը, քանի որ ինչպես ասես Ատլետիկոն գրոեց Ռեալի հետ այդ խաղում, ինչպես ասես, ինչ փորձ դուք կարող եք մտածել, Ատլետիկոն այդ խաղում պատասխան խաղում այդպես գրոեց, բայց չգիտես ինչպես ուղղակի չէր ստացվում եւ Ռեալը ամեն դեպքում բաց թողեց ու դուրս մնաց մրցաշարից, հետո արդեն սկսեցին գնալ իսկապես Ատլետիկոյի գոլերը, այդ մասով արդեն ոչինչ չկա ասելու, այստեղ ուշագրավել առաջին գոլը, որը ամեն դեպքում եղավ, բայց իհարկե հաղթողներին չեն դատում միանշանակ այդ իմաստով։ Դեպի Թովմասյանն է գալիս գնդակը, օդային փոխանցում առաջ, շարված դարպասից կլինի։ Թովմասյանը գնդակը կմցնի խաղի մեջ, մի անգամից գլորեց Ստեֆան Գյուղության, բայց պետք է նորից խաղարկել։ Դեպի ձախ եզր Եղոյանը կգնա առաջ,
20-րդ րոպեն էլ ավարտվեց, ընդամենը 5 րոպե մինչև այս խաղակեսի ավարտը, Եղոյանն է ձախ եզրով գնում առաջ եւ վաստրեց պայել գնդակը, փոխանցում առաջ ու խլում են կատարում Ռեալի ֆուտբոլիստները։ Թմոյան դեպի Սիմոնյանը, Եղոյան փակեց այս փորձը, Սիմոնյանը պայել է գնդակը ձախ եզրում, Եղոյանն այստեղ փորձեց խլում կատարել, Սիմոնյան ձախ եզրում պայել է գնդակը, շատ համար պայքար են առաջարկել եզրում Սիմոնյանին ու եզրային նետում կլինի հօգուտ Դինամոյին։ Ամեն դեպքում դուրս է եկել գնդակը դաշտի եզրային գծից։ Լավ է իր վրա վերցնում խաղը Սիմոնյանը, իրականում այսպես Սիմոնյանի պրայմը, եթե փորձենք հիշել, հենց եղել է այս թիմում սկզբում, այն ժամանակ Ադանա էր կոչում, հիմա էլ կա խաղեր, որտեղ օրինակ Ադանա կարող ենք նշել, օրինակ այսօր սա անկերական խաղ է Ադանայում նա երբ սկսեց մրցաշրջանը շատ փայլուն ֆուտբոլ էր խաղում Մուրադյանի հետ միասին վերածվել էր առաջատարի միանշանակ Սիմոնյանը կա այդպիսի իրավիճակներ լինում են դեպքեր այդպես որ օրինակ ֆուտբոլիստը որևէ թիմում առաջատարն է նույնիսկ խոսքը այստեղ միավորների հաղթանակի կամ ոչ ոքիների մասին ապահովում է նաև շատ հաճախ այդ մեկ ֆուտբոլիստը զգացում է այդպես ընդգծվում է նրա դերը թիմում եւ կարող է այդ նույն ֆուտբոլիստ օրինակ մեկ այլ տեղ այդպես չխաղալ բայց բնականաբար կան որակներ այդ որակները որտեղ էլ լինես երևում է Սիմոնյանը միանշանակ ունի այդ որակները այնպես չէ որ համեմատական եմ անցկացնում բայց օրինակ Ադանայի այդ մրցաշրջանի սկիզբը շատ հաջող ուղակի փայլուն ընթացք կար դեֆանկ Տուգանային հրապարակում է հետևեց փոխանցում եւ խլում է գնդակը Ռեալը մրցակցից դեպի ձախ եզր փոխանցում հետևեց Վանյանն է գնդակով ու այսօր էլ նկատեք Սիմոնյանը ինչպես է հաճախ խաղն իր վրա վերցնում կարծես երբ այս թիմի կազմում է խաղում այդ առանձնին ուշադրությանը արժանանում է չգիտեմ ինչու է այդպես բայց այդպես է չունեմ այդ հարցի պատասխան իսկապես ինչու է այդպես Սարգսյանն է գնդակով եւ խախտում արձանագրեց մրցավարը Սիմոնյանի կողմից եւ նաեւ խաղաոճերն են տարբեր դա էլ պետք է հաշվի առնել երևի թե ավելի շատ հենց դա է պատճառը երևի թե դա է պատճառը որ իրականում խաղաոճերն են այլ երևի թե այստեղ ավելի ընդգծվում Սիմոնյանի դերը Աչ եզրում է գնդակը սա դինամոյականների փորձն է Մուրադյանը պատասխան փոխանցումն ուղարկեց եւ Պողոսյանն նորից շատ հաջող պաշտպանություն Պողոսյանը կարողանում է քանդել մրցակցի գրոները եւ դեպի աչ եզր սա Ռեալի գրոն է Սիմոնյան Աչ եզր գլորեց Փորձում է Ռեալը գնալ առաջ լավ անցում ստացվեց այստեղ եւս մեկ անցում ու Թումասյանն է փրկում Դինամոյին շատ գեղեցիկ գոլ կլիներ բայց բրավո դարպասապային իհարկե հասցրեց դրվագին զուգահեռ եւ համահունչ այսպես դուրս գալ դարպասից կրճատել անկյունը եւ հետ մղեց այս հարվածը Մուրադյան գլորում է գնդակը ձախ եզր եւ Ալթունյանը Դինամոյի գրոհը կշարունակի ձախ եզրով Մուրադյան Եվս մեկ փոխանցում եւ անցավ այս փոխանցումը երկրորդն էլ տեսանք Սարգսյանից եւ Թովմասյանը հեռացրեց գնդակը Մկրտչյան դեպի աչ եզր դեֆանկ ուղարկում է գնդակը Մուրադյանին եւ անցավ այս փոխանցումը Օվանյանը պայել է գնդակը եւ Մուրադյանն է արվածում այստեղ վտանգավոր էր իրականում մերյալ անկյուն էր փորձում ուղարկել գնդակը բայց ստացվեց Գալստյանը գնդակը խաղի մեջ կմցնի փոխանցում դեպի Սիմոնյանը վերջինս սկսելու է թիմի գրով վերջին րոպեն է արդեն ընթացքի մեջ այս խաղակեսի Թմոյան դեպի աչ եզր եւ մեկ հպումով դեպի Սիմոնյանը փոխանցում ենք տեսնում վերջինս կենտրոնում է եւ պահեց գնդակը Սիմոնյանն իր մոտ բայց չհասցրեց հարվածել քանի որ Ալթունյանը մոտ էր կանգնած ու գնդակ խլեց այստեղ Դինամոն մրցակցից դեֆանկ դեպի Ալթունյանը ձախ եզր հերթական գրոհ Դինամոյի այս խաղում Ալթունյան մտնում է նաեւ Տուգանային հրապարակ բայց երկու մրցակից կա Ալթունյանը պահեց գնդակն ամեն դեպքում դեֆանկ եւ 1-0 շատ գեղեցիկ գրոհ ավարտում է դեֆանկը գոլով եւ այստեղ Ալթունյանը իհարկե առանձին դեր ունի նա գրեթե աներանելի իրավիճակում էր ձախ եզրում բայց ստեղծեց այս գոլային պահ եւ 1-0 հաշվով գնում ենք ընդմիջման ինչպես ասում են գոլ հանդերձարանում Դինամոյի կողմից
Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Ռեալ Մադրիդ Դինամոն կերական հանդիպման առաջին խաղակեսից հետո 1-0 է։ Հաշիվը բառացիորեն մրցավարի խաղակեսն ավարտող Սուլիչից առաջ Դինամոն բացեց հաշիվը, Դեֆանգը աչքի ընկավ գոլով, Ալթունյանի փայլուն խաղից հետո դա գոլ էր, որտեղ ասիստ կատարող ֆուտբոլիստը հավասարաչափ երևի թե գոլի հեղինակ էլ դարձավ, քանի որ շատ լավ գործեց, բայց Դեֆանգի արվածն էր միանշանակ լավն էր, թեպետ մոտակա անկյունն էր ներողություն, բայց շատ բարդ էր այդ մղելու եւ ով է ասել, որ մոտակա անկյունի բոլոր գնդակները պետք է հեռացնել։ Օրինակ այդ հարվածը շատ բարդ էր հեռացնել, ուժեղ էր եւ ընթացքից էր միանգամից։ Դարպասապահները իհարկե ամենակարող չեն եւ այդքան ուժեղ հարվածները նույնիսկ Գալստյանը փորձեց հետ մղել, բայց միևնույն է չկարողացավ։ Ավելի մեծ է շանսը այդ մոտակա անկյունն է արվածը հետևում գնդակը հետ մղելու։ Երևի թե այդպես կարելի ասել, բայց դա այդ դրվագը չէր։ Սիմոնյանն է Տուգանային իրացնելու, խաղակեսը հենց այսպես էլ սկսվում է։ Ու տեսնենք, կա մրցավարի Սուլիչը եւ հարված Սիմոնյանի կողմից, բայց չեղե ստացվում այս փորձը։ Շատ կորուստներով է Ռեալը մոտեցել այս խաղին, եթե այսպես ասեմ, կարևոր ֆուտբոլիստներ բացակայում են, ընդ որում պաշտպանությունում Շեկոյան, Ղարիբյան, նրանք այսօր չկան, բայց ընկերական խաղը նաեւ նոր ֆուտբոլիստներ կան, ովքեր օրինակ Չեմպիոնների լիգայում չեն եղել Ռեալ Մադրիդի կազմում։ Նոանյանն է խաղարկում գնդակը դեպի ձախ եզր, բայց սա խաղ է, որտեղ թիմերը փորձարկումներ են անում իհարկե եւ պատրաստվում են գալիք մրցաշրջանին։ Դեպի ձախ եզր Մոսինյանը Տուգանային հրապարակում է եւ փոխանցում կատարեց, բայց հեռացված է գնդակը դեպի աչի եզր։ Տեսնենք այս գրո ինչպես է ստացվելու։ Ալթունյանը ամեն դեպքում փորձեց խանգարել մրցակցին եւ Եղոյանին է գնդակը բաժին հասել այստեղ ու Ռեալը կարողացավ հետխլում այսպես ասեմ կատարել։ Թովմասյան Աչի եզրում է գնդակը եւ Թովմասյանը օթային փոխանցում է կատարում առաջ, Շոանյանը տիրեց գնդակին, Դինամոյի պաշտպանը այս դրվագում, բայց շատ խաղարկային դիրք ունի։ Նոանյանն իհարկե, Սիմոնյան կատարեց դեպի աչի եզր փոխանցում եւ տեսնենք ինչ շարունակություն կլինի Ռեալի այս գրոյին։ Սիմոնյան պայել է գնդակ իր մոտ եւ ֆորվարդում է հերվից Սիմոնյանը։ Բայց Թովմասյանը ցապկեց ցույց տալով, որ եթե դարպասին լիներ հարված, այդ կմղեր ամեն դեպքում այս գնդակը։ Եղոյանը Դինամոյի կենտրոնական պաշտպանը կխաղարկի գնդակը։ Պատրաստվում է ուժեղ փոխանցում կատարել առաջ, օթային փոխանցում, Թովմասյանն է արձագանքում այստեղ ուսով գնդակը։ Ուղարկեց մրցակցի կիսադաշտ, Եղոյան եւ գլխով գնդակը հասցնում է Մուրադյանին, փոխանցում դեպի Դեֆանգը, Օհանյան եւ այդ փոխանցում Եղոյանի ուղղությամբ վերջինս ձախ եզր ուղարկեց գնդակը, հաջող փոխանցում էր Ալթունյան այստեղ շարունակություն կտա։ Ես առաջին խաղակեսում օրինակ Դինամոյի կարևոր կորստի մասին խոսեցի, Պերեդես Մութը այսօր չկա, ֆուտբոլիստով իսկապես հարձակման գծում այդ սրությունն ապահովում է եւ առանց նրա այլ է Դինամոյի խաղը միանշանակ։ Եվ Ռեալի գրոյին ենք հիմա հետևում, բացի դրանից Լուկյան Չիկը չկա նաև Ռեալի կազմում։ Իսկապես շատ կարևոր կորուստներ այսօր Ռեալը ունի, այդ ֆուտբոլիստները եթե լինեին խաղի որակահուն համեմատ ավելի բարձր կլիներ։ Եվ բնականաբար պարզ է այդ ֆուտբոլիստները որակ են ապահովում, իրենց տեղում են եւ իրենց կարգն ունեն, այսպես ասեմ, իրենց վարպետությունն ունեն ու որքան էլ փոխարինեն, այո, կարող են շատ հանգիստ փոխարինել այդ ֆուտբոլիստներին, բայց կոնկրետ այդ ֆուտբոլիստները այլ պարտականություններ են կատարում դաշտում, այնպես որ 100%-ով այդ ֆուտբոլիստերին փոխարինել հնարավոր չէ։ Նույն Լուկյան Չիկը առջևում շատ հաճախ գնդակներ է ստանում, ֆիզիկական պայքար է առաջարկում մրցակցի պաշտպաններին եւ գրեթե միշտ հաջողում է։ Դեֆանգն է ձախ եզրում գնդակով Մոսինյանի ուղղությամբ փոխանցում կատարեց, վերջինս ձախ եզրում է, Թովմասյանն է այստեղ գնդակ խլել, աչի եզրից առաջ ուղարկեց Սիմոնյան եւ խաղթում այստեղ չէր տեսել մրցավարը, թույլ է տալիս շարունակել պայքարը եւ Ռեալի գրոնը 3 ֆուտբոլիստով մրցակցի կիսադաշտում են, իսկ 6 ֆուտբոլիստ Դինամոյից այստեղ հասցրել են նահանջել։ Հաջող անցում ստացվեց եւ ֆորվարդ ենք տեսնում։ Այստեղ խաղակոշիկի կապված խնդիր կա, պետք է սպասել։ Դինամոն այդ դադարը պայեց ու թույլ է տալիս մրցավարն արդեն խաղարկել Մկրտչյան։ Հետևեց դեպի ձախ եզր Եղոյանի ուղղությամբ փոխանցում, վերջինս պայել է գնդակի իր մոտ ու դեպի կենտրոն, բայց
Խլում է կատարում Ռեալն այստեղ եւ Ֆորվարդ Թումասյանը ֆիքսեց գնդակը։ Այս դրվագում Դինամոյի դարպասապա փոխանցում դեպի Աչիեզը Շոանյան։ Անդրադարձ ենք տեսնում այս դրվագում, եզրային նետում կլինի։ Դեֆանգն է առաջ շարժվում, անդրադարձ այստեղ Ալթունյան, ձախ եզրում է դեֆանք դեպի Աչիեզր Մուրադյան, բայց թույլ փոխանցում էր այստեղ չստացվեց Ֆայել գնդակը։ Այստեղից փոխանցում, փակեց խաղանկերը, բայց ամեն դեպքում գնդակը գնում է Աչիեզր։ Ստացվեց շատ հաջող կասեցմամբ այստեղ աչքի ընկնել։ Սա Ռեալի գրոն է։ Եղոյան, ընկած դիրքից Եղոյանը ազատվեց գնդակից Սիմոնյան, գնում է դեպի կենտրոն և հարվածում Թումասյանի անդրադարձը և Ռեալը խփում է պատասխան գնդակը 1-1, բաց թողեց Դինամոն այստեղ ամեն դեպքում և այս ճնշումը Ռեալի տալիս է իր արդյունքը։ Ունենք պատասխան գնդակը, այո, սխալ է, բոլորիդ կարող է ամեն դեպքում պատահել և սա իրականում ավելի լավ է մեզ համար խաղը դիտելու առումով։ Փոխանցում այստեղ առաջ, հարված ներողություն դարպասից կլինի։ Գալստյանն է պատրաստում խաղարկել գնդակը։ Կատարեց օդային փոխանցում առաջ Եղոյան։ Սիմոնյանն է այստեղ տիրում գնդակին դեպի Աչիեզր, Եղոյանն ամեն դեպքում բայեց գնդակը և ձախ եզրով առաջ դեպի Մոսինյանը, Թովմասյան։ Ուարկում է գնդակն առաջ, անդրադարձ այստեղ Մոսինյան և դեպի Օանյանը փոխանցում հետևեց, վերջինս բայել է գնդակը, Մոսինյանի ուղղությամբ փոխանցում Աչիեզր, Թովմասյանն է պայքար մղում և հասցրեց հեռացնել գնդակը եզրային նետում կլինի։ Եզրային նետում այստեղ դեֆանք, ուղարկեց գնդակը Մկրչյանի ուղղությամբ դեպի Եղոյանը, անդրադարձ այստեղ Եղոյանը ամեն դեպքում կպայի գնդակը Աչիեզրում, օդային փոխանցում այստեղ Գալստյանը հետ մղեց գնդակը, Մոսինյան, ևս մեկ գրոյի ալիք Դինամոյից կտեսնենք, Մուրադյանն Աչիեզրում պայել է գնդակը, փորձում է Պողոսյանին շրջանցել, բայց Մարմինը շատ ճիշտ վերադասավորեց Պողոսյանը։ Վնասված ստացած ֆուտբոլիստկա պետք է սպասել այստեղ Թովմասյանն է։ Ռեալն է անցնում գրոյելու, Թմոյանն է գնդակով, փոխանցում դեպի Սիմոնյանը, վերջինս պայեց գնդակ իր մոտ, Աչիեզր փոխանցում է հետևում, ֆերացված է գնդակը, եզրային նետում կտեսնենք, ու փորձելու են Ռեալի ֆուտբոլիստները գնալ առաջ, Սիմոնյանը Աչիեզրում փորձեց պայել գնդակը և Ալթունյանն էր այստեղ, խաղթում չի տեսել մրցավարը և Սիմոնյանի արվածն ենք տեսնում, Թումասյանը հետ մղեց գնդակը, հարված չէր, այս դարպասապանը իր տեղում էր և իր գործն է կատարում, անկյունագծով փոխանցում առաջ, Շոանյանը Աչիեզրով կշարունակի Դինամոյի գրոհը, ֆերացված է գնդակը, ճիշտ է այս ուղղությամբ չէր ցանկանում հաստատ Ռեալի ֆուտբոլիստը, բայց ամեն դեպքում եղավ դեֆանք,
դեպի Մուրադյանն Աչիեզեր, բայց չստացվեց այս համագործակցությունը, բարդ է ասել, այստեղ փոխանցումն էր սխալ, թե Մուրադյանի կողմից էր սխալը, որ չառաջացավ, բայց ընդհանուր թիմային էր, գնդակի կորուստը այս իրավիճակներում այդպես կարելի անվանել։ Մուրադյան վերադարձրեց Դինամոն, գնդակը Աչիեզրից դեպի հակառակ եզր փոխանցում, Ալթունյանը Օհանյանի հետ է խաղարկում և Դեֆան գարվածում է, եկավ գնդակ Օհանյանին և ֆորվոց այստեղ քիչ էր մնում։ Նորից Դինամոյի գոլը տեսնենք, սրեց իրավիճակը, Օհանյանը այնտեղ իր հարվածով ավելի լարեց դրվագը, բայց միևնույն է դիպուկ գտնվել չստացվեց, ինչը ամենակարևորն է բնականաբար։ Կամրտ Սավարի Սուլիչը Գալստյանը կատարեց օդային փոխանցում առաջ Եղոյան պայել է գնդակը Դինամոյի պաշտպանը հաջող անցում այստեղ ու հետևեց փոխանցում տեսնում ենք հարվածի փորձ, բայց չնստեց գնդակը Ռեալի ֆուտբոլիստի ոտքին և Սիմոնյանն է հարվածում, անդրադարձ Թմոյան, հերվից փորձ և Թումասյանը ֆիքսեց այստեղ գնդակը։ Փոխանցում է դեպի Դեֆանգով կսկսի Դինամոյի գրոհը, Աչիեզրից օդային փոխանցում ենք տեսնում, բայց դեպի ձախ եզր այս փոխանցումը չստացվեց ամեն դեպքում։ Ու եզրային նետում Սիմոնյան պայել է գնդակը Սիմոնյանը և Աչիեզր է գլորում այստեղից։ Շարունակությունը տեսնենք ինչպես կստացվի, Եղոյանը սանկում կատարեց և փակեց մրցակցի ճանապարհը, եզրային նետում է լինելու։ Գնդակը խաղի մեջ է։ Ուժեղ փոխանցում առաջ Պողոսյան թողեց գնդակը Գալստյանին, Դարպասապան է այստեղ և Դինամոն այնուամենայնիվ ժամանակավոր այսպես գնդակը խլեց մրցակցից, կամ սա լավ եկեք խլում չանվանենք, ամեն դեպքում Սարգսյանը ուղղակի հպվեց գնդակին, հետո շարունակվեց Տրիվերայով փոխանցում ենք տեսնում և Դեֆանգը հեռացնում է գնդակը, անկյունային կլինի։ Կամրտ Սավարի Սուլիչը խաղարկեց գնդակը Ռեալ Մադրիդը, Աչիեզրում է գնդակը Գալակտիկոսի կամ սերուցքայինների գրոն է սա։ Ախտում չեր տեսել մրցավարը, ամեն դեպքում այստեղ Սիմոնյանի հետ պայքարում, Գալստյան օդային փոխանցում առաջ, Օսինյանն է իջեցնում գնդակն այստեղ, բայց հարված տեսանք, շատ մոտ էր հաջողությանը Ռեալը, այստեղ արդեն դարպասապահը ոչինչ անել չէր կարող, ամեն դեպքում չստացվեց դեպի Եղոյանը փոխանցում է տվեց, ռիսկային, բայց հաջող է գործում Դինամոյի պաշտպանը Սարգսյան, ուղարկեց գնդակը Դեֆանգի ուղղությամբ և օդային փոխանցում դեպի Աչիեզր, Մոսինյանն է գնացել պրեսինգի, բայց սա օդայինն էր այս փոխանցումը, գնդակը օդում էր և բնականաբար դարպասապահը ամենամեծ շանսերն է ունենում այդպիսի իրավիճակներում։ Ձախ եզրից փոխանցում, անդրադարձ Թմոյան, ուղարկեց գնդակը դեպի ձախ եզր, Եղոյանն է այստեղ տիրում, Աչիեզրում գնդակին, փոխանցում դեպի Դեֆանգը, փոխանցում Աչիեզր, Սարգսյանը կշարունակի Դինամոյի գրոհը, դեպի ձախ եզր փոխանցում Ալթունյան, միգուցե գոլի դրվագում Դինամոյի առաջին և միակ առայժմ, ինչպես գործեց Սարգսյանը, հիմա էլ այդպես, Ալթունյանը ներողություն այդպես գործեր, բայց ամեն դեպքում հետ տարավ գնդակը ու փոխանցում դեպի Թումասյանը։ Ձախ եզրից գալիս է գնդակը Աչիեզր, Մոսինյանն է այստեղ, Թմոյանը փորձում է փակել և կտիրի գնդակին Ռեալի 8 համարը, ուղարկեց գնդակը Պողոսյանին, դեպի ձախ եզր և պայել է գնդակը Ռեալը, փորձում են գնալ առաջ, Թմոյան, օդային փոխանցում առաջ դեպի Դինամոյի պաշտպանություն, բայց այստեղ դարպասապահ Թումասյանն է տիրում գնդակին և գլորում առաջ Դեֆանգ դեպի Սարգսյանը, վերջինս ձախ եզր ուղարկեց գնդակը, Ալթունյան, ուղարկում է առաջ, բայց Գալստյանն այստեղ կտիրի գնդակին։
դեպի Աչիեզր, տեսնենք այս փորձը ինչպես է ստացվելու, Ալթունյանի պրեսինգը օգնեց ընդհատելու մրցակցին, գրողը ժամանակավոր ընդհատելու ամեն դեպքում եզրային նետում կլինի։ Դեպի Մոհանյանն այստեղ հետևեց փոխանցում, գալիս է գնդակը Ծախիեզր և հաջող գնդակի խլում Ռեալից և հակագրով Ռեալից Աչիեզրով անկյունագծով փոխանցում առաջ, տեսնենք ինչպիսի գրով կստացվի, Սարգսյանն է ընդհատում, բայց խլեց գնդակը Ռեալը, բայց առաջ գնալ չի հաջողվում, Թմոյան դեֆանգն է Աչիեզրում Այլ է գնդակը դեֆանգը և շատ հաջող գործեց այստեղ առանց հրաժարվելու գնդակից, այս լարվածությունը հանեց, այս պրեսինգից դուրս եկավ Պատ խաղարկում, Սարգսյանը ուղարկեց ձախ Ալթունյանին գնդակը, ևս մեկ փոխանցում ենք տեսնում, հավեր մտածել Օհանյանը, բայց այնքան կրեատիվ էր, որ այո, հնարավոր է խաղանկերը չսպասել, Հակոբյան հետևեց փոխանցում, Գալստյանն է արդեն գնդակով և ուղարկում է առաջ դեպի Սիմոնյանը Վերջինս օդային փոխանցում կատարեց դեպի Աչիեզր ու եզրային նետում կլինի։ Սարգսյան հետևեց հերվից սարված, բայց բարձր է ստացվում։ Թմոյան ձախ եզրում է Թմոյանը և կատարեց փոխանցում դեպի արդեն Աչիեզր, Արտաշես Թովմասյանն է այստեղ պայել է գնդակ և կատարում է փոխանցում առաջ Եղոյան, Սիմոնյանը տիրում է գնդակին Աչիեզրում և տեսնենք ինչ շարունակություն կլինի լավ անցում էր այստեղ մնաց գնդակով Սիմոնյանը դեպի ազատ խաղանկերը և հարվածի փորձ այստեղ Թմոյան հերվից հորոց ենք տեսնում, վատ փորձ չէր Տեֆանք, փոխանցում դեպի Կրչյանը գալիս է գնդակը Հորիս Տեֆանգին ու փոխանցում Ձախիեզր ամեն դեպքում սխալ ստացվեց այս փոխանցում, հաջողանցում և դորպասացողին է դիպչում գնդակը հարված տեսանք և շատ մոտ էր Ռեալը 2-1 հաշվին Սարգսյանը Եղոյանն է Ձախիեզրում Սիմոնյանն է տիրում այստեղ գնդակին և խաղթում է արձանագրում մրցավարը Կա մրցավարի սուբիչը Գալստյանն է խաղարկում գնդակ, ուղարկեց Աչիեզր և ստանում է պատասխան փոխանցումը Սիմոնյան ուղարկեց գնդակը Աչիեզր, Սիմոնյանը ստանում է պատասխան փոխանցումն այստեղ տեսնենք այս գրոհը ինչպես է շարունակվելու Եղոյանն է ամեն դեպքում ուղարկում Վեգային գնդակը այս դրվագում Վեգա պահել է գնդակը փոխանցում կենտրոն Հակոբյան Մնաց գնդակով ամեն դեպքում Հակոբյան հետո խլում կատարեց Ռեալի ֆուտբոլիստները անցել է արդեն գրոյի Ռեալ Մադրիդը տեսնենք ինչպես կստացվի
Ձախ եզրից հետևեց հարված դեպի հեռավոր անկյունը, ամեն դեպքում շեղը ստացվում է հարվածը։ Խաղարկել է գնդակը։ Դինամոն փորձում են գնալ առաջ, Հովանյան մնացել է գնդակով Դինամոյի ավագը, Հակոբյանի ուղղությամբ փոխանցում եւ Հակոբյանից դեպի Աչիեզր Վեգան է այստեղ, Հովանյան փորձեց պահել գնդակը, բայց չի հաջողվում եւ արքայական ակումբի ֆուտբոլիստները խլեցին գնդակը դեպի Թմոյանը, ձախ եզր Այդտեղ ենք այս գրոյի զարգացման, օթային փոխանցում առաջ Եղոյանից, անդրադարձ Սիմոնյան պահել է գնդակը Սիմոնյանը ու դեպի Աչիեզր սպասում է պատասխան փոխանցմանը, Սիմոնյանը ստանում է գնդակը Եվ հարված տեսանք այստեղ անդրադարձ եղավ ու հաջող է գործում Սարգսյանը եւ առաջ կշարժվի Վեգայի ուղղությամբ փոխանցում, որը ընդհատվեց, բայց մնաց գնդակը Դինամոյի մոտ Սարգսյանն արվածում է, իսկ Գալստյանը փայլում այստեղ ուղղակի Ռեալի դարպասապահ փրկում է իրավիճակը Աչիեզրից Սանկյունը ինքը լինի Կամրտ Սավարի սուրիչը տեսնենք ինչպես կստացվի, հետևեց փոխանցում, Պողոսյանն է հեռացնում, ոչինչ այստեղ չհասցրինք տեսնել, միանգամից ընդհատեց Պողոսյանը եւ Աչիեզրից նորից պետք է կրկնել, անկյունայինը կարելի այդպես ասել, հետևեց փոխանցում եւ եկավ գնդակը Հակոբյանին, ով հարվածում է այստեղ եւ գոլի հեղինակ դառնում, շատ բարդ դիրքից կարողանում է Դինամոյի ֆուտբոլիստը հաջող հարված կատարել 2-1, այո Հենց այնպես չխոսեցի Հակոբյանի լավ հարվածների մասին եւ խնդրեմ ինչից ինչ է անում Հակոբյանը իհարկե ոչ այնպես իրավիճակից որտեղից պետք է սպասել դարպասի գրավման ամեն դեպքում կատարյալ բարդ հարված մրցակցի համար կատարեց Սիմոնյան եւ տեսնենք ինչպես կստացվի Վերջնամասն արդեն գալիս է գնդակը Ձախ եզր Ալթունյան Դեպի Վեգան փոխանցում հետևեց Հովանյան Վեգա եւ շատ լավ գրո է Դինամոյից վտանգավոր պահարված տեսանք Գալստյանը փակեց այստեղ բայց այս պահից սկսած Գալստյանը դարպասապահը չէ Ռեալի Նրան Թովմասյանն է փոխարինել Հակոբյան Աչիեզրում ընդունեց գնդակը ունենալով Հակոբյանի պես ֆուտբոլիստ պետք է Դինամոն ավելի շատ հերվից հարվածներ կատարի իրականում դեֆանգը եւս սերվից լավ է արվածում, բայց այս առումով Հակոբյանն անգերազանցելի է։ Կարծում եմ շատ ուժեղ ձախ ոտք ունի իսկապես։ Ու նորից գնդակով է դեպի ձախ եզր փոխանցում է միգուցե Դինամոյի խաղաղուշն է այնպես որ Հակոբյանը շատ չի արվածում, դա նորմալ է, իհարկե թիմը հնարավոր է սիրում է անընդհատ փոխանցումներով առաջ գնալ եւ այդտեղ վերցնել ու հարվածել նշանակում է գրոյի ամբողջ պատասխանատվությունը վերցնել։ Հասկանալի Հակոբյանը շատ չի ցանկանում, բայց հավատացեք պետք է սա շատ օգտագործի Դինամոն, Հակոբյանը նորից եմ նշում, շատ լավ է արվածներ կատարում։ Խախտում մրցավարը չի տեսել այստեղ Եղոյանն է խոտած ածկին, բայց Ռեալը չի գրովում։ Եվ կամրտ Սավարի սուրիչը կարելի է խաղարկել գնդակը, Գալստյանն է Աչիեզրում Եվ Մուրադյան այստեղ Դինամոն գնդակ է խլել Սարգսյան, դեպի Վեգան փոխանցում հետևեց Ով պահել է գնդակը նորից քանակական լավ գրո է Դինամոյից, Հակոբյանն է արվածում եւ Թովմասյանը հետ մղեց գնդակը Ով դարպասապահի դիրքում է խաղում այս պահին
Եվ աչի եզրից անկյունային ենք հետևելու, տեսնենք ինչպես են կստացվի, կա մրցավարի Սունիչը, Վեգայի ուղղությամբ փոխանցում, Հակոբյանը ստանում է գնդակը և ուղարկում Տուգանայի նրա պարակ, այսպիսի կտրուկ որոշում Մուրադյանից, բայց վրիպեց ամեն դեպքում Մուրադյանը, չկատարեց այն հարվածը միանշանակ, այն տեխնիկայով, որով մտածել էր, այդ հարվածը չկատարեց։ Ձախ եզրից փոխանցում և Հակոբյանն է հարվածում, նույնիսկ այս չստացված հարվածը շատ վտանգավոր էր։ Ինչպես որ մտածել էր Հակոբյանն, իհարկե երևի թե սկզբում աջ ոտքով էր ցանկանում հարվածել, այդպիսի տպավորություն էր, հետո ամեն դեպքում փոխեց որոշումը Հակոբյանը, ձախով հարվածեց և էլի վտանգավոր միանշանակ ստացվեց։ Թովմասյան ուղարկում է գնդակը դեպի Պողոսյանը, Ռեալը փորձում է դուրս գալ պաշտպանությունից, բայց գնդակի կորուստ եղավ, Վեգան ձախ եզրում է, Դինամոն խլել է գնդակը, Եղոյան ազատ էր Հակոբյանը աջ եզրում, դա չնկատեցին խաղանկերները, Վեգա Եղոյան և հիմա են նկատում անցավ այս փոխանցումը, Թովմասյանն է հետ մղում, Մկրտչյանն է հարվածում կենտրոնով, ակտիվության րոպեները Դինամոն ապրում և անդադար գրովում են, անդադար պահեր ստեղծում, բայց գոնե մեկ գոլ կարող էին այս ընթացքում խփել, իհարկե այս լավ շանսերից, բայց Ռեալն էլ իհարկե երրորդին լավ է պաշտպանվում, իրենք սխալվում են պաշտպանությունում և իրենք էլ ուղում սխալներ, այսպես կարելի ասել, Թմոյան, դեպի աչի եզր, և այստեղ արդեն ստացվեց գնդակը կիսադաշտից անցկացնել, Եղոյան դեպի ձախ եզր, Մուրադյանն է այստեղ տիրել գնդակին, փոխանցում դեպի Վեգան առաջ, կատարեց հարվածի փորձ անդրադարձ Թովմասյանից, Հակոբյանն է հարվածում, Թովմասյանը այստեղ էլ հասցրեց, շատ սեյվ էր կատարեց արդեն Թովմասյանը գալով դարպասապայի դիրք, եզրային նետում կլինի, փոխանցում աչի եզր Սարգսյան, բայց Պողոսյանն է գնդակ խլում, ուղարկեց Սիմոնյանին և սա Ռեալի գրոն է, տարածություններ կան, Սիմոնյանը ձախ եզր փոխանցեց գնդակը, ևս մեկ փոխանցում ենք տեսնում Թմոյան, պայել է գնդակը, Թմոյան աչքի սա եզրում, շատ լարված ընկերական խաղ իսկապես ստացվեց և դեռ շարունակվում է Պողոսյան, փոխանցում առաջ և Սարգսյանն է տիրում գնդակին, վերջին րոպեն է, այս դիմակայության Սարգսյան ուղարկեց գնդակը Վեգայի ուղղությամբ և Պողոսյանի հաջող գործողությունն ենք տեսնում և հիմա արդեն Ռեալի գրոն ենք տեսնում, աչ եզրում է գնդակը Թմոյան, ազատ էր Սիմոնյանը, այնպես չէ, որ այս որոշումը սխալ էր, բայց չստացվեց, Եղոյան տանում է աչ եզր գնդակը և ուղարկում Հակոբյանին, փոխանցում դեպի ձախ եզր, Սարգսյանն այստեղ է և ուղարկեց գնդակն առաջ Եղոյանի ուղղությամբ, Թովմասյան դեպի Սիմոնյանը, երկու մրցակից դիմավորեց Սիմոնյանի, խախտում մրցավարը չէր տեսել Սարգսյան դեպի Վեգան, Մուրադյանն է հարվածում և բիլիարդային հարված է կատարում ու գրավում դարպասը 3-1 հոյակապ եզրափոխում էր և այս հաճելի նոտայով էլ Դինամոյի համար հաճելի ավարտվում է խաղային օրը բարեկամներ, շնորհակալություն երկու թիմերին, ստացված ընկերական հանդիպում էր հարուստ էմոցիաներով և վտանգավոր պահերով, բարի գիշեր և ամենայն բարիք բոլորիդ։